Հանրապետության վարչապետը նախօրեին խորհրդարանի մեջ անդրադառնալով Թուրքիա նախադեсված իր այցելության նշած էր Հայաստան երբեք միջազգային իրադրություններուն եւ իրավիճակներուն դարաձաշրջանային հնարավոր խնդիրներու այնքան պատրաստված չէ եղած, ինչքան պատրաստված եղած է այսօր։ Վարչապետին խոսնակը բարձրապանեց Թուրքիո մեջ Փաշինյան-Ալիև հանդիպում չէ նախադեсված, թե ինչ ակնկալիքներ ունենալ Փաշինյան-Էրդողան հանդիպումեն, փորձագետները նշած են անվտանգային հարցերեն մինչև Մարգարայի սահմանային անցագետի կորձարկման կարելիություն։ Խորհրդարանը սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արդակ Զեյնալյանը, բարձր դատարանի աթոռը թափուր էր Վահե Գրիգորյանի հեռանալեն հետո։ Գրիգորյան իր աշխատանքը կշարունակի Ստրասբուրգի մեջ որպես մարդկային իրավանց եվրոպական դատարանի դատավոր։ Հայաստանի դարածքային կառավարման եւ յենթագառուցվածքներու նախարարին հանձնարարականով Հայաստան-Իրան սահմանային անցագետին կովեն փոքր եւ միջին չափի հանրագարքեր մարտոց կդեղափոխեն Երևան։ Որոշումը կայացավ այն բանեն հետո, երբ տաքսի ծառայությունները Իրանեն Հայաստան ժամանողներուն բարձր քիներ կբահանջեին։ Մեքենաները արդեն մաքսադանքով են, ադոնց վրա բարսկերենով գրված է, որ մեկ նստադեղը գարժե 12000 դրամ։ Մարդիկ կարող են նստել եւ դեղափոխվել Երևան, ըստ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուգասյան։ Ըստ մարզպետին ամեն բարակայի եթե իրավիճակը վատթարանա, Հայաստանի Հանրապետությունը առավելագույնը գնե, ինչ հնարավոր է։ Եվրամիության տեսփան Վասիլիս Մարակոս միացած է թիմագայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության գործընկերներուն Սյունիք մարզի տեղ համայնքի մեջ մասնակցելու համայնքի թիմագայունության ամրապնդման ուղղված երկու նշանակալի յենթագառուցվածքային ծրագիրներու պաշտոնական բացման արարողությամբ։ Եվրամիության եւ ավստրիական զարգացման գործակալության օժանդակությամբ կառուցված է նոր արևային գայանը, որը պիտի ծառայի տեղ համայնքի գարիքներուն, ապահովելով ժամանակակից ռոռոկման համագարկերու էլեկտրամատակարարումը։ Ռոռոկման այս համագարկի գործարկումը կարելի դարձավ Լիտվանիա աջակցությամբ, ինչպես նաև Ամերիկայի ՄԱԳ-ի զարգացման ծրագիրի եւ տեղ համայնքապետարանի ներդրումներուն շնորհիվ ըսված է հաղորդակցության մեջ։ Ֆրանսիայի արտաքին գործոս նախարար Ժան Նոել Բարոն գոչով մտիմած է Իրանի մեջ գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներուն, որոնք կուզեն հեռանալ երկրեն, առանց վիզայի ճամփորդությունը կարելի է դեպի Հայաստան եւ Թուրքիա, որոնց սահմանները բաց են, գրած է Բարոն X-ի մեջ։ Ան ավելցուցած է, որ անոնք, որոնք Իրանը լքելու իրենց ցանկության մասին հայտնած են տեսփանադուն եւ ինքնուրույն չեն գրնար հասնել Հայաստանի կամ Թուրքիո սահման, շաբթվան վերջը պիտի դեղափոխեն Շարասյունով։ Ֆրանսիայի արտաքին գործոս նախարարը նաև դեղեկացուցած է, որ 20 հունիսին Հայաստանի եւ Թուրքիո Իրանի հետ սահմաններուն տեղակայված են խումբեր, որոնք կթիմավորեն Ֆրանսիայի քաղաքացիներուն եւ կաճակցին հյուպատոսական որևէ գործառույթի հարցով։ Նախարարը հայտնած է, որ ապա անոնք կհրավիրվին հայկական կամ թուրքական օտագայաններ, որոնց օտային տարածքները բաց են Ֆրանսա վերադառնալու համար։ Իսրայելի եւ Իրանի միջև հագամարտության լույսին տակ Իրանեն իրենց քաղաքացիներուն դարհանելու համար Հայաստանի տարածքը օգտագործելու մասին հայտարարեցին նաեւ Հնդկաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Իսրայել այսօր արավոտյան օդային տագնապաստարարեց արձանագրելով Իրանին հրթիռներու արձակում, քանի հրթիռ արձակված է չի հայտնվիր։ Հագաօդային պաշտպանիչները գործողություններ կցենարգեն որսալու կամ անհրաժեշտության բարակային հարված հասցնելու համար, որպեսզի սպառնալիքը վերանա։ Իսրայելի բանակին հաղորդակցությունը մեջ բերեց BBC-ն, բանակը հայտնած է, որ դեղույն վրա փրկարարները կաշխատին։ Իսրայելի ռազմական օդային ուժերը գիշերը հարվածներ հաստուցած են Թեհրանի հյուրեական հետազոտական կենտրոնին եւ դասնյակ ռազմական կենտրոններու վրա գահաղորդե Իսրայելի պաշտպանության բանակը։ Զինվորականներուն տվյալներով այս հարձակումի մասնակցած է ավելի քան 60 գործանիչ, արձակված է 120 զինամթեր։ Հարվածները ուղղված եղած են նաեւ պաշտպանական հետազոտություններու աթոմային գազམ་ագերբության գայանին վրա։ Աթոմային ուժանույթի միջազգային գործակալությունը կշարունակե Իրանի մեջ ըստուկումներ կատարել ըստ միջուկային զենքի չդարածման մասին պայմանագիրով ստանձնած իր բարդավորություններուն, երբ երկրի մեջ անվտանգության պայմանները թույլ տան, հայտարարած է գազམ་ագերբության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Գործակալությունը ներկա է եւ պիտի մնա Իրանի մեջ, նշած է Գրոսին։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ Իրանի հարստացված բոլոր միջուկային նյութերը տեղափոխված են անվտանգ տարածք, այդ մասին հայտարարած է խորհրդի անդամը։ Դոնալդ Թրամփ հարաճիգա երկու շաբթվան ընթացքին որոշում պիտի կայացնե արդյոք ամերիկան հարված պիտի հասցնե Իրանին թե ոչ, այդ մասին հայտնած է Սպիտակ տան մամլոքարտուղար Քերոլայն Լևիթ լրատվամիջոցներուն փոխանցելով նախագահ Թրամփի ուղերձը։ Ամերիկայի նախագահը այսպիսի հայտարարություն ըրավ հիմնվելով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներուն վրա պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկան անմիջականորեն ներգրավված պիտի լադոր մեջ։ Սպիտակ տունեն հայտնած են նաև, որ Միացյալ Նահանգները կշարունակի շփումները Իրանի հետ, բայց Վիթկոֆի հանդիպումը իրանցի գործընկերներուն հետ նախադեсված չէ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հայտարարած է, որ պատրաստ է հանդիպիլ ուկրաինական կողմին հետ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հետ, ան սակայն նշած է, որ իր մոտ հարցեր կառաջանան, թե ով պիտի ստորագրե փաստաթուղթը։ Պուտին նախապես բազմիցս կասկածի տակ դրած էր Ուկրաինո նախագահի օրինականությունը պատճառաբանելով, թե երկրի մեջ նախագահի ընտրություն չէ եղած ռազմական թրության պատճառով։ Պուտին նաև նշած է, Ռուսաստանը կփապակի ոչ միայն վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտության, այլև լուծում գտնել երկարաժամկետ պատմական հերանեկարի համար։ Ցեզի հետ Անիզե Թունցյանը։